Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ հայրենի կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանի հետ։ Ողջույն Բաբկեն, շնորհակալ եմ հրավերս չմերժելու համար։ Ես հետևում եմ ձեր սոցիալական ցանցերի էջերին, ակտիվությանը եւ տեսնում դժգոհ եք ընդդիմությունից։ Ինչ եք ուզում, հարգելի Բաբկեն։ Ինչ գոհ լինելու պատճառ կա։ Իրաք կան հարցեր, այդ հարցերը բարձրացնում ենք ես, տարբեր ուրեմն այլ ընդդիմադիր անհատներ, իսկ ինչ կա այդտեղ տարօրինակ։ Չի որ ընդդիմությունը տպավորություն է, որ ուզում եք ազգային ուժերին գշտեցնել։ Երևի ձեր մոտ է տպավորություն։ Ես էլ ասեմ տպավորություններ կան, այսինքն այդ արձագանքները, որ ես տանում, ասում եմ շատ ճիշտ հարցեր ես բարձրացնում, գուցե ինչ որ հետևություններ անեն։ Բայց ես գիտեք ինչ տեսնում եմ շարունակաբար, որ այտենց մտածում են դե ինչ անում են, հերիք է, էլի ճիշտ են անում, անթերի են։ Ամենայն դեպս այս տարիները։ Բայց ինչն են սխալ արել, արգելի Բաբկեն։ Ինչից սկսենք, հենց ընտրությունների թվերը փաստում են, որ սխալ են արել։ Ինչու։ Այն որ շատ բարձ պատճառով Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության։ Այն որ իրենց հայտարարում էին արդեն իշխանապողությունը եղել։ Չի ես գիտեի որ մնալու է ցավոք սրտի, բայց ես նաև վախեցակ մասնակցել։ Ոչ, մեկը մյուսին չխառնենք հերթով ձեր հարցերին ես պատրաստ եմ պատասխանելու։ Արել է անում ընդդիմությունը սխալներ։ Չափազանց մեծ ինքնավստահությունը։ Դու այդ ցուցակները, հայտարարությունները, քայլերը, ինչ հերթով նշեմ, խնդրեմ ասեք որ ուժի մասին ես նշեմ։ Որը պատահի։ Չէ, որը պատահի չի, հիմա դուք նշեք ուժի անունը, ես էլ Չէ, հիմա ձեր դժգոհությունը այնտեղ դուք դժգոհում եք Սամվել Կարապետյանից, դժգոհում եք Հայաստան Դաշինքից, չգիտեմ, ի՞նչ է ձեր ուզածը։ Այսինքն եթե ես բարձրացնում եմ հարցեր, խնդիրներ, դուք քաղաքական ուժի ներկայացուցիչ եք, գնացեք դուք արեք։ Եթե իրանք են մասնակցել ազգային ժողովի ընտրություններին, լավ են արել, ասել են մեր ձևով կլուծենք, քաղաքական ուժերը չեն կարող, մենք մեր ձևով այս իշխանապողության հարցը կլուծենք, ու չեն լուծել, չգիտեմ, Ռոբերտ Քոչյանը, որ ես ձեզ հետ համաձայն չեմ, ես ձեզ հետ համաձայն չեմ։ Ռոբերտ Քոչյանի մասին չեմ ուզում Ռոբերտ Քոչյանի մասին։ Միայն Սամվել Կարապետյանը բավարար։ Չէ, Սամվել Կարապետյանն է հենց ուզում պաշտպանել, որ պարոն Կարապետյանը ասաց, որ իշխանապողությունը արդեն սկսվել է, ասաց Ալեն Սիմոնյանից ազատվեցինք։ Ալեն Սիմոնյանը երկրի թիվ 2 պաշտոնյան է, այսինքն ընդդիմությունը կարողացել է հավաքական ջանքեր գործադրել ու Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ են արել։ Ինչու օրինակ այս արդյունքը չեք տեսնում։ Այո, Նիկոլ Փաշինյանը չի արվել պաշտոնանկ, բայց Ալենը արվել է, չէ՞։ Կարծում եմ նկատել եք, որ Սամվել Կարապետյանը լուրջ հարցերին պատասխանելուց հաճախ է հումորներ անում։ Իմ տպավորությամբ ես էլ որպես հումոր եմ անցալել։ Ես չեմ կարող դա լուրջ անցալել։ Ինչու։ Բացատրում եմ ինչու, շատ բարձ։ Այսինքն ԿՊ-ում եղել է վարչության նիստ, քվեարկություն։ Իրանք որոշել են, որ Ալենը չի լինելու ազգային ժողովի նախագահ, լինելու է մեկ այլ։ Բայց կարող պարոն Կարապետյանը ազդել է դրա վրա։ Օրինակ տարբերակ, իրանք ամեն 5-րդ երեխան ունեցող ընտանիքին բնակարան են, չէ՞։ Շատ լավ են անում։ Կարող ամեն Ալենին դեմ քվեարկողին բնակարան են խոսք տվել։ Դե կարող է, ես նման տեղեկատվություն։ Տարբերակը չէ լուծում։ Դե գիտեք, կարող է որնենք շատ բան, կարող է։ Լավ, հիմա գանք հայրենի կուսակցությանը։ Ինչ է, դուք գիտեք, մի բան է որ վերլուծաբան, չգիտեմ, քաղաքական մեկնաբանը, քաղաքագետը դժգոհում է ստեղծված իրավիճակից, այլ բան է որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է դժգոհում։ Դուք այս պահին քաղաքական ուժ եք ներկայացնում։ Այո, նախընտրական շրջանում էլ խոսեցինք, ձեզ այդ քննարկման առիթ եղավ։ Ես անձնապես գնահատում եմ հայրենի կուսակցության դիրքորոշումը, Վանեցյանի դիրքորոշումը, որ չենք մասնակցում, նաև չխանգարեցիք որևէ կերպ, որևէ ընդդիմադիր ուժի նախընտրական շրջան։ Ավելին օգնեցինք։ Դե չգիտեմ ում եք օգնել։ Դա ես չեմ կարող հաստատել ամեն դեպքում, հա, հիմա այն ինչ որ հրապարակային կա, ես դրա մասին եմ խոսում, կուլիսային process-ներից անոտ չեմ։
Բայց հիմա արդեն անցել է նախընտրական շրջանը, արդեն հետընտրականն էլ անցավ, խորհրդան գնում են այդ ուժերը, մանդատները վերցում են։ Լավ, դուք դժգոհ եք, ձեր առաջարկը ո՞րն է։ Որպես կուսակցություն առաջարկ արեք։ Հասկացանք դժգոհ եք։ Լավ չեն արել, Նիկոլին չեն հեռացրել, Ալենին են հեռացրել։ Սա նման է այն բանին, կորած մոլորածը Հայաստանում մի ֆիլմ կար է, որ գյուղացիները նստած վիճում են, ասում է գելը հարձակվել էր կովի վրա, կրակեց կպավ դուշ ճակատին, ասում է գելի, ասում է չէ կովի։ Հիմա այդ Նիկոլին էինք ուզում անել, Ալենը դուրս եկավ պաշտոնից։ Հիմա խնդրեմ ձեր առաջարկները։ Կուսակցության մասով միջև ընտրությունները ոչ միայն դուք եք գնահատում, այլ նաև որևէ չէ ընդդիմադիր ուժի կողմից չենք տեսել քննադատություն, հետևաբար հիմա էլ չի կարող լինել քննադատություն, որովհետև այն ինչ որ դուք ասում եք, որ մեր դիրքորոշումը եղել է հրապարակային, գործողություններն էլ են եղել, չէ՞, մեր տարբեր թիմակիցների, որոնք աջակցել են տարբեր ուժերի, դրանք էլ են եղել հրապարակային։ Մենք մի ուժի չենք աջակցել, բնականաբար տարբեր ուժերի ով ցանկացել է, ընտրել է։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ խորհրդանական երկու ուժին էլ ես ինքս իմ ձայնը չեմ տվել։ Ինչ են կանում կձևավորվի ազգային ժողովը շո ժամանակ է պետք է դուք կուսակցությունը երբ ասելիք ունենա դուք կունենաք այսինքն ոնց թե ինչ կա ընտրությունները դեռ նոր է վերջացել դեռ ազգային ժողովի նիստը չի եղել չգիտենք ովքեր են գնում ազգային ժողով դրանից հայրենի կուսակցության գործողությունները ինչով են փոխվում արգելի բառ շատ բարձ բանով որտեղ դու քաղաքական իրավիճակը քաղաքական լրջագույն process-ին մենք ակտիվ մասնակցություն չենք ունեցել հասկացա բայց այնտեղ ձեր տեքստը երբ որ կարդում ենք հայրենի կուսակցության ղեկավար մարմնի կամ կուսակցության հայտարարությունը այդտեղ ակնարկ կար որ դուք խոսելու եք ընտրություններից հետո մի րոպե հետո ես արդեն իմ տեղեկություններին հղում տամ ես գիտեմ որ բավական process-ներից Արտուր Վանեցյանը անձնապես եւս դժգոհ էր որովհետեւ ինքը փորձել է որոշակի ազդեցություն ունենալ կոնսոլիդացիայի իմաստով մի խոսքով չի ստացվել եւ դժգոհ է եղել եւ հասկացել է որ զուտ մարդկանց անձնական ամբիցիաներն են խանգարում որ ինչ որ մեծ գործընթաց գեներացվի եւ իմ տեղեկություններով Արտուր Վանեցյանը եւս պլանավորում էր ընտրություններից հետո խոսել հստակ գնահատականներով քաղաքական ուժերի մասին, այսինքն քանի որ այլևս ընտրության արդյունքների վրա վատ ազդելու բան տարբերակ չկար, ուրեմն պետք է անկեղծ խոսել ժողովրդի հետ։ Մենք դա մամուլից տեղեկացանք, որ պարոն Վանեցյան դուք էլ հաստատեցիք առողջական խնդիրներ է ունեցել այս ընթացքում եւ բավական երկար լռությունը կապված էր ծանր խնդիրների հետ, որոնք հաղթահարված են, հա։ Այո, հիմա ինչու է լռում, որովհետեւ եւ այդ իմ տեղեկությունները եւ ձեր կուսակցության հայտարարության ակնարկը, որ խոսելու ժամանակը գալու է, ոնց որ թե չեք խոսում։ Ումից եք վախենում։ Կա ժամանակը խոսքը կլինի, գնահատականը Վանեցյանի կլինի նաև պատկերացում թե ինչա սպասվում, ոնց ենք մտածում։ Քանի դա չի եղել, ես հիմա չեմ ուզում ժամանակի առաջ ընկնել ու այս առումով նոր ասելիք չունեմ։ Երբ կլինի այդ ժամանակը։ Երբ կլինի կիմանաք։ Հրապարակային է լինելու։ Դե դեպքում գուցե սպասեք ձեր քննադատության մեջ, երբ որ կուսակցությունը ասելիք ունենա նոր քննադատել։ Այսինքն ես բացի կուսակցական թեկուս ղեկավար մարմնի անդամ լինելուց, ես նաև քաղաքացի եմ մարդը, ով թող անամեստություն չլինի, միշտ մաքսիմալ բաց, ազատ խոսել եմ տարբեր ժամանակահատվածներում, գոնե դուք շատ լավ դա գիտեք։ Ինչի մասին է խոսքը, ես պետքա հիմա զերծ մնամ, գնահատականներ չասեմ, թե իրաց դուրը չի գալիս։ Ինչի՞ հետաքրում ես ընդդիմության դուրը գալիս է, թե չի գալիս։ Բայց դուք չեք էլ ընտրել այդ ընդդիմադիր ուժը։ Անձամ ես։ Ինչ է, դեպքում ինչ պահանջ ունեք իրենց։ Ոչ ընտրել եք, ոչ։ Այսինքն մեր չմասնակցելով, մեր կուսակցության չմասնակցելով, իրենք դրանից շահել են։ Հիմա դուք որպես անհատ եք, չէ՞, քննադատում, ոչ որպես կուսակցական։ Ինչ կապ ունի, որպես անհատ ես նաև կուսակցական եմ ու կուսակցական ֆունկցիոների աշխատանք եմ, չէ՞, իրականացրել։ Այն մարդիկ, ովքեր գնացել աջակցել են, կարանք ասենք ոչ ուղղակի անուղղակի աջակցություն եմ այդ առումով ունեցել, բայց չնայած քաղաքական դաշտից բան չեմ հասկանում։ Դուք դժվար է հասկանալ։ Երբ որ հարց եմ տալիս, ասում Սամվել Կարապետյանը լուրջ հարցերի ժամանակ հումոր է անում։ Ասում Արտուր Վանեցյանը ինչու չի խոսում, ասում եք դեռ կխոսի։
ասեմ կուսակցությունը ինչի դիրքորոշում չունի այս պահին ստեղծված իրավիճակի մասով, ասում եք հələ տեսնենք խորհրդարանը ձևավորի ովքեր են գնում խորհրդարան։ Այս հարցերը կարծեք թե իրար կապ չունենային։ Գիտեք ինչ, դուք մի քանի հարց, որոնց պատասխանները արդեն ստացաք, կպցրեցիք իրար, հիմա ասում եք ես դրանց պատասխանը չստացա։ Ես շատ հստակ, շատ ուղիղ պատասխանեցի ձեր ցանկացած հարցին ու պատրաստ եմ նույնը շարունակել։ Լավ։ Հիմա ամբողջ խնդիրը նա թե ինչի եմ ես խոսում ընդդիմության մասին, այդ ընդդիմությունը կներեք ինչի բան է, անսխալական է։ Իրավունք չկա խոսել ընդդիմության մասին։ Այսինքն ընդդիմությունն է, գոնե մի մասը, հա, որ մեր տարիների զրկանքները, հալածանքները ու մնացած դժվարությունները, որ մենք ունեցել ենք, հիմա իրանք դա պետքա բանը, ասել են, որ մենք գեներացնում ենք, ունենալու ենք արդյունք։ Հիմա ասում եմ ինչ չեն ունեցել արդյունք։ Հարցեր են բարձրացնում, թող պատասխանեն։ Ինչ է նշանակում, բան, ինչ է լավ եմ անում խոսում, բա պետք է խոսեմ։ Ես այդ ընդդիմության հետ կապ չունեմ, բա պետքա խոսեմ։ Եթե կապել ունեի, այն ժամանակ կապել որ ունեի, այդ ժամանակ էլ էի խոսում։ Ինչ կա տեղ բան, զարմանալու կամ նոր բան։ Չէ, զարմանալու սա է, որ ասում եմ, հարցը հետևյալն է, լավ եք անում խոսում եք, քաղաքացիները ազատ են, գոնե ես դրա կողմնակիցն եմ։ Բայց դուք նաև կուսակցության ներկայացում եք, ձեր անելիքի մասին խոսեք, ասեք դուք ինչ եք մարդ եմ, քաղաքացի եմ, ես ուսանողական տարիներից հասարակական, քաղաքական process-ների միջով եմ անցել ու միշտ եմ գնահատականները հնչեցրել եմ, ինձ սահմանափակող, շատ մեծ սահմանափակող, բան չկա։ Լավ, ընդդիմությունը ինչ պետք է անի, մանդատները պիտի վերցնել թե չէ։ Այսինքն արդեն որոշել են վերցնելու են, բայց քաղաքացու դիրքորոշումն է, մարդկանց հետ տեղողություն։ Մարդկանց հետ շփվում եք, որոնք այս կամ այն ուժի շահը չեն սպասարկում, բան ինչ տպավորություն կա։ Մարդիկ ավելի շատ իրականում ուզում էին, որ մանդատները վերցնեն, թե չէին ուզում։ Իմ տպավորության մեծամասնությունը չէին ուզում, որ վերցնեն այդ մանդատները։ Ասում են, գնալու են, որ վերցեցին ինչա փոխվելու եւ այլ, բայց ես այդ մարդկանց մեջ չեմ։ Ինձ համար եւ ընդունելի է իրենց մանդատ վերցնելը, եւ ընդունելի չի։ Ընդունելի է, երբ որ իրենք ասում են, որ արել են ինչքան կարող էին անել, ունեցել են սխալներ, հետեւաբար գնում են ազգային ժողով ինչ որ տարբեր սոցիալական հարցեր, օրենքներ բարձրացնելու, ընդունելու, խնդիրներ լուծելու ժողովրդի համար։ Բայց ոչ թե ասել ընտրությունների արդյունքները չենք ընդունում։ Ընտրությունները բանը կեղծված են։ Նույն այն ծավալով, հա, որ ասենք, հիշում եք Ռոբերտ Քոչյան ասում է, չէ, այնց արդյունքները ձայները գողացան, բան ենք անել։ Հեղափոխություն ենք անելու, չգիտեմ, փողոցային պայքար ենք սկսելու, էս ենք անելու, այն ենք անելու։ Ու չարեց։ Այսինքն հելել ընտրական process-ի մասին, ընտրական process-ի մասին մարդկանց մոտ ունեցած հավատը ամբողջությամբ փոշիացնել, հետո գնալ մանդատները վերցնել նստել։ Իմաստը ո՞րն է։ Իսկ եթե չէիք ընդունում ընտրությունների արդյունքները, մի վերցեք այդ մանդատները։ Պարզ է, չէ՞, միջև ընտրություններն էլ որևէ մեկի մոտ ընդդիմադիր կասկած չկար, որ վարչական ռեսուրս են կիրառելու, չէ՞։ Փողի ֆակտոր ուժային համակարգ, այսինքն դու այդ ամեն ինչը գիտեք։ Ընտրատեղամասում հարց եմ տալիս, քվեաթերթիկ լցրել են, ինչ եղել է ընտրատեղամասից դուրս եղել։ Այդ ո՞նց է իշխմիացնում, երբ որ մենք ձախողվեցինք, ես դրա պատասխանատվությունը վերցեցին վրա, մենք ասացինք ձախողվել ենք։ Մենք չասինք այ որ արինք, որտեվ իշխանությունը, չգիտեմ, այնց արեց, ձայներ գողացավ, ինչ արեց։ Հա, վարչական ռեսուրս են կիրառել, 1000 բան էին արել, բայց երբ որ մտնում ենք այդ process-ի մեջ, գիտենք, չէ՞ անելու են։ Մենք կարացել ենք պահենք, որ լցոնը չանեն, չեն արել լցոնը։ Տեսեք, օրինակ Հայաստան դաշինքը նախընտրական շրջանում փորձել է համագործակցություն ստեղծել ընդդիմադիր ուժերի, գլխավոր ուժը չի մասնակցել այդ համագործակցությանը։ Այսինքն, եթե դու անգամ ուզում ես քաղաքական փողոցային գործընթաց սկսել, չէ՞, կարևոր է առաջին տեղը զբաղեցած ընդդիմադիր ուժը ինչ դիրքորոշում։ Ո՞նց տենց անվանական Հայաստան դաշինքից չեն խոսում։ Ով։ Հայաստան դաշինքի անդամները։ Ասեն ինչի, բա այդ ձեր ասած գլխավոր ուժին նկատի ունեք Սամվել Կարապետյանին։ Բա ինչի՞ չէր բան հանրահավաքին համաձայնվում։ Բա թող խոսեն, բա ինչ չէին խոսում։ Հիմա իրանք ինչ գործակցության մասին է ես խոսում։ Հա, համագործակցության, թող իրենք խոսեն, ասեն ինչ չես համագործակցում։ Դե թող խոսեն, ինչ չեն խոսում։ Թող նրանք պատասխանեն, ինչ չեն պատասխանում։
Այսինքն տեսեք հիմա մենք այստեղ արդեն գործ ունենք, որ չեն խոսում, չեն անում, դե հարաբերություն չփչացնեն։ Չէ, այդպես չի։ Երկիրապետությունա քաղաքական Իմ դաշտ ասում մի քիչ առանձնահատկություն կա տեղեկությունների եմ տիրապետում, որ չեմ կարող հրապարակել լիազորություններ չունեմ, բայց ես գիտեմ, որ Հայաստան դաշինքը առնվազն փորձել է ստեղծել այդ համագործակցության դաշտը։ Հայաստան դաշինքը համագործակցության տարբեր փորձեր, մեթոդներ ունի, այդ համագործակցությունը կարանք հասկանանք եւ համագործակցություն ճակերտներում, վկան տարատեսակ առաջին զանգերը, բոլոլաները ու մնացած բաները։ Հայաստան դաշինքի այդպես ուժեղ համագործակցության դրսևորում էր նաեւ դիմադրության շարժումը ժամանակին հիշում եք, որ ամբողջը ասում էին մենք ենք։ Ինչու դուք էլ եք հետ։ Իրան այն էկրաններից սկսած դուք էլ եք հետ։ Ուրեմն բանը բոլորը քաղաքացիներ են, եթե հանգարց մի բան ցույց էին տալիս, մենակ իրանք դիմադրություն շարժում, ամբողջ բանը պատասխանատվությունը, ասում են Վանեցյանն էլ ցույց։ Բայց գնայք, ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է։ Գնայք կանգնեք հրապարակում, այդ երթերը միտինգները 22 թվականին ասեք Վանեցյանին ինչի ցույց չեք տալիս։ Համագործակցություն, մենակ Վանեցյանի չէ, մենակ մենք չէ, ոչ մեկին էլ բաց իրանցում էին բանանում։ Ամբողջը ասում էին մենք ենք։ Ուզում եմ ասել, որ հիմա ներկայացնում եք Հայաստան դաշինքին որպես այսպես շատ կառուցողական, շատ տենց համագործակցող կառույց, այդքան էլ այդպես չի։ Ավելի շատ այդպես չի։ Դե լավ, եկեք ձեզնից խոսենք։ Եկեք ումից ուզում եք խոսենք։ Այո։ Մենք միշտ էլ ազատ այս ձեր եթերում խոսում ենք։ Վերջի ինչ է ալելու։ Որտեվ վերջը։ Օլիգարխիկ բոլորի վերջը։ Բան համակարգի վերջը։ Դե օլիգարխիկ համակարգը դուք մոտ եք։ Օրենքը բան տենց ոդկի տակ գցող իշխանության վերջը։ Ում վերջը։ Դուք իշխանության մասիկ ոդկի տակ չեք գցում օրենքը։ Չէ, իհարկե ոչ։ Մենք իշխանության մաս չենք եղել, որտեղ հայրենի կուսակցությունը չի եղել երբեք իշխանության, ոչ նախկինում, ոչ Պարոն Վանեցյանը հասկացանք։ Պարոն Վանեցյանն էլ բազմիցս ձեր բոլոր հարցերին պատասխանել է։ Հասկացա, ուզում ասեմ, անհրաժեշտություն ձեռնելով էր օրենքը։ Ելնելով եք ասում, որ Վանեցյանը օրենքը գցում էր ոդկի տակ։ Տարբեր դրվագ։ Օրինակ, մի դրվագ։ Ազգային անվտանգության ծառայության գործողություններից ծավալած Մի օրինակ ասեք, գաղտնալսումը։ Ես անգամներ ասել եմ, որ ես նույնիսկ Վանեցյանի գաղտնալսումը, որտեղ եղած ժամանակ ԱԱՑ-ի ամբողջ գործողությունները չեն կարող արդարացնել։ է Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորման հարցը։ Այդ ձայնագրությունը նկատի ունեք, որը օրինակ ինձ թվում է նաև օբյեկտիվ կլինի, ասեք, որ այդ նմանատիպ ձայնագրություններից մեկով Ռոբերտ Քոչարյան դիմում էր Պուտինին, ասում էր դե քանի որ դուք եք ինձ ասել որ մտնենք քաղաքականություն, ուրեմն բանը ինձ էլ եկեք վերջից անեք։ Ռոբերտ Քոչարյանը, այս ո՞նց է այն ձայնագրությունը ամբողջությամբ ձեր համար արժանահավատ է, Քոչարյանինը չէ։ Քոչարյանը ասել է նման ձայնագրություն չի եղել, դա կեղծիք է։ Արթուր Վանեցյանը ասել է այդպիսի խոսակցություն եղել է, տարբերությունը նկատում եք թե դժվար է։ Հիմա եթե մեր հաղորդումից հետո դուք իմ բառերից մի քանի հատված հանեք, խոսքի էությունը փոխեք, հնարավոր չի, օրինակ դա կլինի կեղծիք թե չի լինի։ Հնարավոր չի, այս մեր զրույցը նենգա փոխել այնպես, որ ստացվի, որ դուք օրինակ Արթուր Վանեցյանին վատ բան եք ասում։ Կարակ մի քանի բառ հանեք, որ ստացվի, ես չգիտեմ։ Որ Արթուր Վանեցյանին եմ Սամվել Կարապետյանին կամ Քոչարյանին կամ հնարավոր չի, տանք դուք մոնտաժ։ Կամ օրինակ դուք եք բանը։ Դե լավ, բոլորն էլ գիտեն, չէ, բոլորն էլ գիտեն, չէ, որ Ինչ բոլորը ոնց գիտեն։ Այսինքն եթե էլի նշածս տարբեր Telegram ալիքներով է թվում Քոչարյանի տարբեր աջակիցներ ու ոչ միայն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի տարբեր բաներ, ինչ որ դրել են համակարգված տարածել են կամ ոչ համակարգված տարածել են, այդտեղ բոլորը գիտեն։ Իրոք։ Այսինքն այդ ճիշտ է, բոլորի տարածելով Մանվել Գրիգորյանի կեղծ գործը։ Տարածել Գրիգորյանի կեղծ գործը։ Մանվել Գրիգորյանի հիմա ասում են օրինակ Գագիկ Խաչատրյանը ասում են դժգոհ է։ Գագիկ Խաչատրյանը դժգոհ է, որովհետև 2018-ին պայմանավորվածությունները Նիկոլ Փաշինյանը ունեցել է չերես Արթուր Վանեցյան փողի հարցը որոշել են, բան հիմա մարդը խնդրի առաջ է կանգնել, որովհետև պայմանավորվող կողմը միջնորդը արդեն ընդդիմություն է, գործարքը քանդվում է ոնց որ։ Տղաները հետախուզման մեջ են, ինքը հետախուզման մեջ է։ Այսպեսի խոսակցություններ գոր լիներ Գագիկ Խաչատրյանը։ Այսինքն ձեր կյանքի նպատակը, որ
Պետ եկամուտների կոմիտեի, այսինքն համ ներմուծել մաքսայինի, հարկայինի, հա, համ ներմուծել են, համ չգիտեմ, հարկեր են հավաքել։ Այս մարդը, Բայց չհավաքեին այս մարդը հսկայական կարողությունների տեր է դարձել։ Ինչ գիտեմ։ Տենում ենք տարբեր հրապարակումներ, չէ, այդ թվում եւ օֆիցիալ ասում են Ամերիկայի տունը, Ես չեմ չգիտեմ, այս տեսել այդ բիզնեսը հրապարակումները։ չեք տեսել այդ հրապարակը, նայեք մի հատ Google-ով նայեք, ձեր կայքում էլ է հրապարակումները եղել։ Հա, վերադարձին։ Այսինքն դուք ուզում եք գոհ լինեք, այն փաստից որ Գագիկ Խաչատյանը գոհ լինի, ես ուզում եմ Գագիկ Խաչատյանը շատ հարցերում են ինչ որ բանը հիմնավոր չի, հա, թող եթե հիմնավոր չի իրավունքը, ապացուցեն Արտուր Վանեցյանը Գագիկ Խաչատյանի ժամանակ մի հատ փոքր բիզնես ունենք, հսկայական, ասենք տուգանքներ են գնում, փակվում, խնդիրներ լուր, ինքը տենց կարողություններ անում։ Իմ խնդիրը քաղաքականության մեջ։ Ես միշտ եմ այդ ասել, որ Գագիկ Խաչատյանը ու իր նմանները անցնեն օրենքի թրի տակով ու հասկանանք որտեղից է ունեցված։ Այդ ո՞նց եղավ, որ իրանց ընտանիքի անդամները, չէ, ասում են, սա բոլորը բիզնես կարողությունների, չգիտեմ, տերեն, սողոմոր իմաստուններն են։ Մենք էլ դարձել ենք Արտուր Վանեցյանը, բանակ ծառայեն, նույն հարցը կարող են տալ Արտուր Վանեցյանին։ Խնդիրներ ունենան։ Այդ ո՞նց եղավ։ Հիմա դուք դժգոհ եք, որ անցնում են ապօրինի գործերը։ Ես դժգոհ եմ, ասում եմ, մարդն է դժգոհ։ Նիկոլը այս ապօրինի գործերը պայմանավորվել է, բանը սերիալ։ Երբ պետք է ուրեմն բանը անում, այդ գործը բացում է, երբ պետք է փակում է։ Ես դրանից եմ դժգոհ։ Ես գոհ եմ, ես պահանջում եմ, որ այս իշխանությունը, որ այսքան տարի եկել է ու մնացել է իշխանության, խոսք կա տվել հանրությանը, որ գալու են պատժեն այն մարդկանց, ովքեր երկիրը թալանել են։ Ես պահանջում եմ, որ այդ իրանց խոստումը իրականացնեն։ Երբ որ այդ իրականացնենք, ասեմ ալեձես, բայց ես չեմ հավատում, որովհետև ես առայժմ տեսնում եմ ինչ որ գործողություն է, ինչ որ մի $200,000 փող բերին, միտեղ հող բերին։ Բայց մեծ օրինակ իշխանությունները հետապնդեն նաև Միքայել Մինասյանին։ Ես որ օրինակ մի գործարքով պետությանը հասցրել է ավելի քան $900 միլիոն վնաս։ Ես $900 միլիոն։ Այո։ Մի գործարք։ $1 միլիարդ։ Մոտ $1 միլիարդ։ Ես թիվ իհարկե չեմ լսել, առաջ անգամ անկեղծ լսեցի, ինչ որ տասնյակ միլիոններ է, բայց չեմ լսել։ Չէ, այդ գործարքի մասին իշխանությունն էլ չի ուզում խոսել։ Չգիտեմ։ Խոսքը Որոտան կասկադի վաճառքի մասին է։ Առաջին անգամ եմ այդ։ Հիմա դուք պահանջում եք, որ Միքայել Մինասյանը արդյոք այդ գին ունի, բայց պահանջում եք դա։ Պահանջում եք դա։ Կլինի Միքայել Մինասյանը, թե չէ, կոնկրետ Միքայել Մինասյանի մասով պահանջում եք, թե չէ։ Ասում եմ, կլինի Միքայել Մինասյանը, թե ցանկացած որևէ մեկը, եթե կա ռիսկ, որ այդտեղ խախտում է եղել, այո, պետք է այդ բոլոր այդ գործերով անցնեն։ Բայց այստեղ խնդիրն է նա, որ դուք այդ ժամանակ բնապահպանական գործունեությամբ եք զբաղվում։ Այո։ Երբ որ այդ գործարքը այո, եղել է։ հանքերով ենք զբաղվում, մենք ավելի այդ Որոտանի այդ գործարքին ծանոթ չեք։ Չէ, մենք հանքերով ենք հիմնականում մասնագիտացած եղել է տարբեր ուղղություններ, որ արել ենք, օրինակ ասացիք, հիշեցի։ Այն ժամանակ հիշում եք, թշկանի ջրվեժը ոնց են, չէ՞, տենց վինցիլը բացում էին, Հիմա չեմ բացում։ փակում էին, չգիտեմ, 5000 դրամ են կարծեմ տալիս, նման տեղեկություն կար։ Ըստ ցանկության էր, օրինակ, հենց մեր կազմակերպության միջամտության շնորհիվ էր, որ գնացինք այդտեղ հեկի խնդիր կար, այդ կարգավորումները ամբողջը ներկայացրեցինք։ Իմիջիալոց Արծվիկ Մինասյանն էր նախարարներ, ի պատիվ իրեն, մենք հիմնավորումները, չափումներ արեցինք, օրենսդրական ամբողջ բազան վերլուծեցինք, դրեցինք, ասենք, այս խնդրի լուծումն է, այս էլ բանն է, հիմնավորումներն է, որտեղ այնտեղ հեկի հետ կապված կարծեմ խնդրեմ կար։ Չհստակեցնելու լուծում տվեցինք, կարճ ասած այդ խնդիրը լուծեցինք։ Հիմա մարդիկ որ գնում են ու իմիջիալոց այդ մի քանի 100 մետր մի ճանապարհ չեն սարքում, որ կարողանան նորմալ։ Շատ լավ։ Մի խոսքով Որոտանով չեք զբաղվել։ Չէ։ Կուսակցությունը դեռ որոշում չունի, Վանեցյանը դեռ չգիտենք երբ կխոսի, կսպասենք իրադարձությունից էլ խոսել եմ, շարունակել խոսել։ Անդիմությունից էլ դժգոհ եք, եթե ընդդիմադիր ուժեր կան, թող անպայման Բաբկեն Արությունյանին թիրախավորեն, բաներ շատ հերձևը գտել են ուղղակի իրան։ Շնորհակալ եմ։ Բլոկ են անում։ Շնորհակալ եմ։ Չնրավիրեմ, բայց Շնորհակալ եմ։ Մենք ձեզ կհրավիրենք միշտ։ Շնորհակալ եմ, ես շեշտում զրուցում էի Բաբկեն Արությունյանից, տեսություն կհանդիպենք։